Եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Տիրոջից, իր մեծ ողորմության համար Աստված օրհնի մեզ բոլորիս։ Քանի որ նորից աղոթք պիտի անենք, ուզում եմ Տիրոջ խոսքից հորդորական տեղ ասեմ, որ կարող է այս օրերի մեջ մեզ ուժովցնել, մեր եղած վիճակի մեջ մեզ ավելի քաջացնել։ Եղբայրներ, քույրեր, ոչ մի բանը Աստծուն հավատացողի կյանքում հենց այնպես չի լինում։ Ես իմ կյանքում համոզվել եմ, չգիտեմ դուք ինչքանով եք համոզվել։ Ոչ մի բանը Աստծուն հավատացողի կյանքում հենց այնպես չի լինում։ Եվ Աստված բաներ կա, որ թույլ է տալիս, որպեսզի իմ եւ քո հավատքը, իմ եւ քո վստահությունը, ինչպես եղբայրները հորդորեցին, ավելանա Տիրոջ վրա, որ մենք չկասկածենք նրա սիրո վրա, չկասկածենք նրա բարեգթության վրա, չկասկածենք նրա ամենակարողության վրա։ Ես Սուրբ գրքից, որ կարդում եմ, ընթերցում եմ, գիտեմ, որ ձեր կյանքում է լինում, այդ ձևի հարց առաջացավ իմ մոտ, Տեր Աստված, շատ սուրբեր անցան շատ դժվարություններ, փորձություններ, ինչի փորձությունից առաջ նրանց չպահեցիր, հարց առաջանում, գիտեք, չեմ ուզում ուղղակի լսենք, եկեք նաև տրամաբանենք, ինչի է Աստված շատերի կյանքում թույլ տալիս, ոչ թե փորձությունը, որ գալիս է, պահի այդ փորձությունից, այլ թույլ է տալի, որ մարդը մտնի այդ փորձության մեջ եւ այդ փորձության մեջ նոր հայտնվում է Տերը։ Դա Սուրբ գրքով է ասվածը, թե ոչ։ Եղբայրներ, քույրեր, եկեք հələ հիշենք Դանիելը Աստծուն հաճելի անձնավորություն էր, թե ոչ։ Ոչ մի բան չկարողացան բռնեն Դանիելի վրա։ Բայց երբ որ հրամանը եղավ առյուծների գուբը գցել, Աստված կարող էր Դանիելին պահել առյուծների գուբը, որ չգցեն, կարող էր պահել, թե ոչ, ես մտածում եմ կարող էր, որտեվ նա ամենակարող է, բայց Աստված ոչ թե պահեց գուբը չգցեն, այլ գուբի մեջ պահեց առյուծներից, տարբերություն կա, թե չկա, ոնց որ թե կմտածես հավատքը արդեն կոտրվեց, արդեն գցում են գուբի մեջ, արդեն երևույթը ցույց է տալի, որ վերջ, ուրեմն Աստված չի լսում։ Եկեք ինչ որ լսում ենք հիմա, զուգահեռ անցկացնենք, ես իմ կյանքում, դու քո կյանքում։ Երբ որ նայում ենք, ոչ թե պահեց առյուծների գուբը չգցեն, այլ պահեց հենց առյուծների գուբի մեջ պահեց, եղբայրներ, քույրեր։ Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին հարց եմ տալի, կարող էր Աստված պահել, որ նրանց կրակը չգցեն, կարող էր թե ոչ, նա ամենակարող է, նա կարող էր, բայց ոչ թե պահեց, որ չգցեն, այլ կրակի մեջ հայտնվեց նրանց կյանքում։ Եկեք մի հատ ասենք փառք ես Տեր Աստված։ Ես հավատում եմ, որ հիմա Սուրբ Հոգին էս վայրի մեջ կամաց մեր հավատքի վրա աշխատանք է տանում։ Ինչի Աստված չէր կարա պահեր մեզ, որ այդ հիվանդությունը, որի մեջ ենք հիմա, այդ հիվանդությունից պահեր մեզ, բայց նա, ինչպես շատ սուրբերի, ուզում է անցկացնել այսպիսի ճանապարհ, հիվանդության մեջ կարող է Տերը հայտնվել, այդպես է թե չէ։ Ասում եմ Տեր, ինչի Հովնանին չպահեցիր, կետ ձուկը կուլ չտա, բայց Հովնանին պահեցիր կետ ձուկի փորի մեջ, Դանիելին պահեցիր առյուծների գուբի մեջ, Սեդրակ, Միսակ, Աբեդնագովին պահեցիր կրակի մեջ, եւ այսպես կարելի է շատ շարունակել, չէր կարող Պետրոս վեմին պահել, որպեսի նրան բանտը չդնեն 4 կարգ 4-ական զինվորներով, կարող էր պահել, թե ոչ, միտքը նույնն է, հասկանում եք, եղբայրներ, քույրեր, Պետրոսին կարող էր բանտից պահել, բայց նա Պետրոսին հայտնվեց որտեղ, բանտի մեջ հայտնվեց, որ իրա փառքը երևա, որ իրա հրաշքը երևա, ինչի Պողոսին ու Շիղային օրհնյալ իրա անոթներ, օրհնյալ իրա զավակներ չէր կարող պահել, որ բանտը չգցեին, կարող էր պահել, բայց նորից եմ ասում, բայց նա բանտի մեջ Պողոսին ու Շիղային հայտնվեց եւ առիթ եղավ, բանտարկյալները հրաշքը տեսան, բանտապետն էլ ինչ արեց, իրա տնով ապաշխարեց, ուրեմն Աստծո ծրագիրը իմ եւ քո կյանքի մեջ օրհնյալ է թե ոչ, թեկուզ իմ միտքը չի հասկանում,
թեկուզ իմ խելքը այդքան չի հասկանում, բայց Տեր Աստված, իմ գործերը քո գործերից տարբեր է, իմ ծրագրերը քո ծրագրերից տարբեր է, նա կարող էր ինձ եւ քեզ պահել այս հիվանդությունից, բայց նա ունի ավելի խորը աշխատանք տանելու, որ իմ եւ քո հավատքը, վստահությունը օրեցօր հաստատվի մեր կենթանի Աստծո վրա։ Մի հատ էլ ասենք փառք ես Տեր Աստված։ Կատարվում է այս ձևի դեպք, կարճ կարդում եմ աղոթքի ենք պատրաստվում։ Մարկոս ավետարան 4-րդ գլուխ 35 համարից։ Նույն օրը երբ իրիկուն կլա, ըսավ անոնց, եկեք ծովու անդի կողմը անցնենք։ Անոնքալ ժողովուրդը թող տալով առին զինք ինչպես նավուն մեջ էր եւ ուրիշ նավակներ ալ կային անոր հետ ու հովի մեծ փոթորիկը եղավ ալիքները նավուն վրա կգային այնպես որ գրեթե կլեցվեր աշխատանք տանում հիմա Տերը ուզում աշակերտների հավատքը բժշկվի վստահությունը իր վրա կասկած անգամ չունենանք հիմա այդ նույն աշխատանքը տանում է իմ եւ քո կյանքի մեջ եւ ինքը նավու ետևի կողմը բարձի վրա կքնանար արթնցուցին զանիկա ու կսեին անոր վարդապետ հոգը չէ որ կկորսվինք եւ ելլելով սաստեց հովին ծովին ըսելով դաթարե լուր կեցիր ու հովը դաթարեցավ ու մեծ խաղաղություն եղավ ու սավանոնց ինչու այդպես վախկոտ եք ինչպես կլա որ հավատք չունեք եւ անոնք խիստ վախցան ու կսեին իրարու արդյոքով է ասիկա որ հովը ու ծովը ասոր կհնազանդին եղբայրներ քույրեր ոչ թե միայն հովն ու ծովը մեր Տիրոջը կհնազանդեն հապա ամեն բան ինչ որ ստեղծված է մեր Տիրոջը հնազանդ է հիմա եկել է պարագան իմ եւ քո կյանքի մեջ հայտնվել է հիվանդություն հայտնվել է բորբոք կրակը գնալով թեժանում է նույնն է մեր Աստվածը թե ոչ նա նույնն է եկեք դավանենք երեք այսօր եւ հավիտյան նրա ձեռքը չի կարճացել վերջերս որ մի դժվարություն էի անցնում ասեցի Տեր ես չգիտեմ այս դժվարությունը ում կյանքում էլի թույլ ես տվել բայց քանի որ թույլ ես տվել իմ կյանքում այս դժվարությունը թող առիթ լինի որ ես ինչ լավ բան կա այս նեղության օրերի մեջ վերցնեմ քեզանից հավատքով եղբայրներ քույրեր սա պատահական չի ես գիտեմ որ հայ բանաստեղծներից շատերը իրանց հիվանդության ժամանակ գրել են այնպիսի գրվածքներ որ մարդկանց սրտերին է դիպե մարդկանց հոգու աշխարհն է կարողացել փոխել երբ է դա տեղի ունեցել երբ որ մարդու կյանքում Աստված թույլ է տվել նեղություն եւ դժվարություն մի համարել ընթերցեմ եւ հավատքով գանք Տիրոջ առաջ Հռոմայացիս 8-րդ գլխի 31 համարը քաջալերող համարը եղբայրներ քույրեր 31-ից կարդում եմ ուրեմն ինչ ասենք այս բաներուն համար հիմա ինչ որ լսեցինք ասում է ինչ ասենք այս բաներու համար եթե Աստված մեր կողմն է ով պիտի լա մեզի հակառակ չասենք փառք ես Տեր ան որ իր որդին չխնայեց հապա մեր ամենու համար մատնեց զանիկա ալ ինչպես անոր հետ ամեն բաները մեզի չի պարգևի նաև առողջությունը կարող է մեզի պարգևի եղբայրներ քույրեր մի բան եմ համոզվել իմ կյանքում եթե հիվանդ եմ խնդրեցի Աստված բուժեց շատ հարցեր կա չլուծվեց համաձայն եք տենց թե չէ ինչքան ա եղել ասել ենք Տեր Աստված այ հիմա այս հիվանդությունս բուժի արդեն շատ եմ սկսել ու սուրբ գիրք կարդամ Դուք ձեր ներսը անկեղծացեք, ես տենում եմ շատ ժպիտներ, հիմա ցույց է տալիս, որ իսկապես է ձևա Տեր, այս վիճակից հանի մղվելու եմ աղոթքների, եղել է տենց թե չի եղել։ Խոստովանենք Տիրոջ առաջ։ Տեր, այս հիվանդությունից ինձ ազատի, մի հատ պաշտամունք բաց չեմ թողելու, բայց բուժելա թե չէ, ազատելա թե չէ, հավատարիմ գտնվել ենք թե չէ, եկեք ասենք, խոստովանենք, չէ, Տեր ջան, հավատարիմ չեմ եղել։ Ուրեմն Տերը ուզում է ոչ թե խոստումներ մենք տանք Տիրոջ, այլ Տերը ուզում է հոգու, սրտի ներքնաշխարհի բժշկություն կատարվի։ Հոժարվենք թե չէ, եղբայրներ քույրեր։ Եթե հոժարվում եք, կարդում եմ հաջորդ համարը նույն 8-րդ գլխի 35-ից։ Ուրեմն ով պիտի զատե մեզ,
Քրիստոսի սերեն։ Ես ուզում եմ լուրջ չնստենք։ Ներսով հիմա միաբանվում ենք այս դավանանքին բոլորս եւ աղոթք ենք անելու։ Ով պիտի զատե մեզ Քրիստոսի սերեն։ Տառապանքը հարց է տալիս, կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կարելի ավելացնել, կամ իմ հիվանդությունը, կամ մերկությունը, կամ վտանգը, կամ սուրը, հապա այս ամեն բաներու մեջ ավելի հաղթող կլանք անով, որ մեզի սիրեց։ Վասնզի ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը համոզվել է, Պողոս առաքյալը համոզվել է, վասնզի ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ էլ գալու բաներ, ոչ բարձրություն, ոչ խորություն, ոչ ուրիշ արարած մկրնա մեզ զատել Աստծո սերեն, որ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջմով է։ Կանգնենք աղոթքով Տիրոջ առաջ։